Ուրեմն, բացիվինոն տակուր, Իջետանյաշիկ շամրիտա, մենք ձեզ հետ ուսումնասիրում ենք հոգևոր ճանապարհի օրինաչափությունները, որոնք իրենք իրականում անկախ են կրոնական պատկանելիությունից, իսկ ամեն անգամ դա հիշեցնելու եմ, որովհետև կարող է ինչ-որ մարդիկ են լինում, որոնք նոր են միանում լսելու, որպեսզի հասկանան, թե ինչի մասին է խոսքը։ Այս պահին բացիվինոն տախուրը ինքը մեզ հետ սկսել է քննարկել հոգևոր ճանապարհի առաջի փուլը։ Հոգևոր ճանապարհի առաջի փուլը ինքը կայանում է նրանում, որ ազնվորությունը ինքը հատկապես աստվածամեժության դարաշրջանում պետք է ատելությունների ու մրցակցության դաշտից դուրս գա եւ մտնի առաքինության դաշտ։ Մտնի առաքինության դաշտ, կարողանա իր կարգավորի իր բոլոր հարաբերությունները, պարտականությունների տրամադրությամբ, այսինքն առաջի փուլը ինքը դա այն փուլն է, որտեղ այդ ազատ զգացմունքային աշխարհից, ազատ պահվածքից, երբ որ մարդը ինքը անկախ նրանից թե դա արդար է, թե արտար չի, ու ուզում է ատում է, ուզում է սիրում է, ուզում է կապվում է, չի կապվում եւ այլն, այդ անարդարության դաշտից պետք է գան դեպի արդարության դաշտ։ Եվ արդարության այդ դաշտում հիմնվելը առաջին հերթին ազնվորությունը ընդհանրապես միշտ հիշեք, ցանկացած process, որի մեջ դուք մտնում եք, առաջերտին պետք է սկսեք ձեզանից։ Հա? Ուրեմն, այսինքն առաջերտին մարդը ինքը պետք է վերանայի իր պահվածքը, թե ինքը իր պարտականությունների դաշտում որտեղ ինչ թերացումներ ունի, հա, որովհետև իրականում մենք ձեզ հետ քննարկել ենք արդեն, բավականով կարծեմ, որ երբ որ արիացիները իրենք ասում են պարտականություններ, այդ պարտականությունները իրանք սովորաբար ոչ թե այն ինչին որ մարդը ինքը պարտադրված է, այլ դա այն մշակույթն է, որով ազնվորությունը ինքը ճիշտ է շփվում դիմացինի հետ։ Հա? Օրինակ, ասենք, չգիտեմ, բոլոր հարաբերությունների մեջ։ Այսինքն մարդը ինքը պետք է վերանայի իր պահվածքը բոլոր հարաբերությունների մեջ։ Հիմա, ու պետք է հաստատվի այդ, երբ որ ազնվորությունը ինքը շահագրգռված է իր ճիշտ պահվածքի մեջ, չէ՞, առաջի բանը, որը ինքը փորձում է բարձի, դա իսկ որն են իմ պարտականությունները, այսինքն որն է իմ ճիշտ պահվածքը, որտեղ ես այն կենդանիակներին, որոնք ինձ շրջապատում են, բան անեմ, ասենք, կատարում եմ իմ ճիշտ եմ վարվում այդ կենդանիակների հետ։ Եվ խոսացվեց նրա մասին, որ այդ կարգավորիչ սկզբունքները իրենք այդ հասկանում են, որ նա ճիշտ է։ Հա? Եվ սա նշանակում է, որ ինչ-որ բաներ կա, որ կարող է սկզբնական շրջանում իմ դուրը չգա, որ ես պիտի այդպես վարվեմ։ Որովհետև մինչև այդ, հատկապես աստվածամեժության դարաշրջանում, ես սովոր եմ եղել ազատության, հասկանում եք, այստեղ կարևոր չի, որ բան լինելի իմինը պահվածքի ազատության, չէ, օրինակ ասենք, որ օրինակ բերեմ, որ հասկանաք ինչի մասին է խոսքը, չէ, օրինակ ասենք, չէ, համարվում է, որ կնոջ համար իրական շատ կարևոր է ամուսնուն հավատարիմ լինելը։ Շատ կարևոր է ամուսնուն հավատարիմ լինելը, շատ կարևոր է ամուսնությունից առաջ ոչ մի տղամարդու կապված չլինելը, որպեսզի ինքը կարողանա լավ սերունդ տա։ Հիմա, կինը ինքը կարող է, աղջիկ երեխան ինքը կարող է շատ խիստ պայմաններում դաստիարակվի, չէ՞, որ ասած խանութը չեն թողնում, որ ինքը մենակ գնա, բայց մեր ժամանակներում տանը կա հեռուստացույց։ Չէ՞, որտեղ ասենք ինքը ֆիլմեր է նայում ու տարբեր հերոսներին կապնվում է։ Սրանն է սիրահարվում, նրան է սիրահարվում, գիշերը երազներում է տեսնում, չբաներ է երազում, չգիտեմ ինչ անում, վсё, ինքը իր ներսում ազատ է։ Հասկացա՞ք, չէ՞։ Այսինքն այդ մենք խոսում ենք ազատության մասին, դա համել ներքին ազատությունն է, էլի։
որովհետև իրականում ասենք, չէ, իրական քաղաքակրթության մեջ կանայք իրանք դե հերոստացույց չկար, ոչ մեկ իրանց ուրիշ տղամարդկանց մասին չէր պատմում, իրանք մեծանում էին միակ տղամարդիկ, որ իրանք տեսնում էին դա իրանց պապաների եղբայրը, քերին հորեղբայրը, պապին ու երկու պապիկները, հա, կոպիտ ասած, այսինքն շատ բան էին պահում, ինչ էին պահում, այս դրա համար, որպեսզի մտքին բան չտան, էլի, չէ, պիտանիա, սնունդ չտան, որպեսզի մտքին սնունդ չտան, որ աղջիկը ինքը այտենց իր մեջը արդեն այդ ազատությունը ձեռք չբերի, որ կարելի է օրական մեկին կապնվել, ներսոնդ, այդ որ հասկանաք են ինչ իմաստ է խոսքը, չէ, այմա երբ որ խոսքը գնում դրա մասին, որ հանրահավատությունը ինքը ուզում է հաստատվի իր ապարտակը, այդ է, ինքը ուզում է պարզի, հիմա պարզ է, որ աստվածամիջության դարաշրջանում, այդ ինչ որ ես հիմա նկարագրեցի, էդի ոչ մեկին հասանելի չի, ուզում է բանտում պահեն, մեկը հասանելի չի։ Ու երբ որ հանրահավատությունը ինքը մեր դարաշրջանում է գալիս այդ կարգավորիչ սկզբունքների դաշտ, չէ, դա միշտ չի կարող լինի այն կատարելությամբ կամ այն մաքրությամբ, որ ինքը եղել է արյական քաղաքակրթության ժամանակ, որտեղ մեր ժամանակներում, եթե մենք մուսուլմանական երկրներում չենք ծնվել, դա նշանակում է, որ մենք այն մի տարեկանից յասլայից, հա, յասլի ոնց է, այդ մանկամասուրից սկսած, մենք ապրում ենք բան էլի, հակառակ սեռի հետ միասին, ու այդ սովորությունը շփվելու, կապվելու, ազատ զրուցելու, չգիտեմ ինչ, այդ ամեն ինչ ինքը արյան մեջ է մտնում, էլի, ասենք մենք ոչ մի բան այդտեղ չենք տեսնում, չէ, ես միշտ այդ օրինակն եմ բերում, մի անգամ ես էդի իմ վրա շատ էր ազդել, որտեղ ես երբեք այդ ձևի տեսանկյունից չէի նայել, ուրեմն ռուսական ալիքներից մեկում ցույց էին տալիս մի հատ տղամարդու, որը սենց առնական, ինքը պրոստը բան տղամարդ էր, էլի, առանց ոչ մի շեղումների, ու ման էր գալիս այն ռուսական ստանդարտնի կանայք կանես, նու համարյա քառակուսի, ու ասենք տենց բան տես ուղիղ շոր էր հակած, այդ կերպարանքով ինքը շոր հակած էր, գնում խանութ, գնում եսի ինչ, սա հավաքվել էին վրան, օրեկան մեկը նկարում էր ինտերվյու էր անում, ցույց էին տալու, այդ հարցնում են, ասեն դուք ոչ մի շեղում չունեք, ինչի եք շոր հագնում։ Մեկը սենց պատասխանվեց, ասես որպեսի կանայք զգան, թե ես ինչ եմ զգում, երբ որ իրանք իմ առաջ կանգնած են շալվարով։ Հասկացաք չէ։ Ասենք ես մտածում այդտեղ ես ֆիքսեցի, էլի դե մենք ինչքան ենք սովորել այդ շալվարի, չէ։ Այդ տղամարդու կերպարին, էլի որտեղ բրկները շիաստում, որտեղ եսի ինչ կա, էլի։ Հասկացաք չէ, ասենք մոդաներ կամաց նենց են տանում, որ աղջիկները իրանք քանի գնում են, ասենք հերիք չի որ շալվարով էին, հիմա էլ տղամարդու սաղոճկաներով են, չէ, ու երբ որ իրանք դուրս են գալի, եթե մազը կարճ է, հետևից չես կարողանում հաճախ հասկանաս, ես հիմա տղա է գնում, թե աղջիկ, բայց մենք դրան սովորել ենք, չէ, հիմա այդ մարդն ինքն ուզում է, հիմա էլ կամաց սովորացնում են դրան, չէ, մոդելների միջոցով մեզ սովորացնում են դրան, որ տղամարդը ինքը կարող է կանացի տեսք, կանացի շորեր հագած, կնոջ տեսք ունենա քսված բանջարը, ուլուկներով բան, ինչի չէ, ինչ է ձեզ կարելի է շալվարակնել, մենք իրանց հիմա մեղադրում ենք, բանս ինչ են վզիկ են բարը, բայց իրանք ժամանակին, երբ որ մենք ենք սկսել շալվարակնել, իրանք մեզ են, չէ, ասես ինչա տղամարդ եք եսի, ինչ եք եսի, չեք անում, բան, մենք ենքան ենք հայքել, ինչը սովորել են, չէ, հիմա իրանք նույն բանն են անում, հասկան, ուր են տանում, Պարչի, որ հիմա այդ չենք կնարկում, այդ ենք կնարկում, էլի, որ իրականում ստանդարտները իրանք շատ խառն են, չէ, ու այդ ազատության մեջ խճճված կենթաներակին բերել են դաշտ, որ ինքը ներքինից պիտի մշակույթ ունենա դիմացինի հետ ճիշտ վարվելու, դա շատ բարդ գործ է տալիս, որ կարող է տասնյակ տարիներ անցնի ու մարդը տենց էլ չկարողանա այդ մշակույթի մեջ մտնի, չէ, բայց բոլոր դեպքերում, երբ որ ազնվորությունը ինքը մտնում է հոգևոր դաշտ,
ինքը երկու այդ սկզբնական շրջանում ինքը երկու խնդիր պիտի լուծի։ Մեկը դա եթե բարոյականն է արդեն, ուրեմն իր համար ինչ որ այդ իր արդեն եղած բարոյականը մի թեթև բանանելը, շլիֆovat էլի։ Հղկելը, հա, մի թեթև հղկելը, ինքը խնդիր չի, ինքը դա շատ արագանում է ու անցնում է, որտեղ իր ներսում ինքը ունի բարոյականության հիմքը, ուղղակի կարող է ասենց այդտեղ որտեղ ինքը մեծացել է բարոյականությունը կա, բայց այդ բարոյականությունը ինքը բռնության հիմքի վրա է եղել ու ինչ որ բաներ կա, ոչ դիսկոմֆորտ է։ Չի, ինքը ասենք բարոյականությունը մտցնում է կոմֆորտի դաշտ, որտեղ իրան հավես է, որ ինքը բարոյական է, հասկանում եք, իսկ եթե չէ, այլ ինքը մեկ է, ինչ-որ մի մակարդակի բարոյականություն պիտի անպայման վերցնի։ Մենք սովորաբար խոսում ենք Ռամպադի 4 սկզբունքների մասին, իսկ այս գրքի սահմաններում կխոսենք նաև Բակտիմիրոն Թաքուրի 11 սկզբունքների մասին, որոնք իրանք վերաբերվում են արդեն մտքին։ Հիմա ուրեմն, որպեսզի մարդը ինքը իր հոգևոր առաջընթացում լինի հաջողակ, առաջին խնդիրը, որ ինքը պետք է լուծի, ամենաառաջինը, մենք անցյալ անգամ դրա մասին խոսացինք, հա, դա այն է, որ ինքը պետք է գտնի մի անձնավորություն, որը իր մեջ ունի Աստծո հանդեպ սեր։ Այսինքն, գիտեք ոնց, դաժե տենց չէ էլի, այդ 4 փուլերից ամեն մի փուլում ինքը պետք է գտնի այն հոգևորություն, որը այդ փուլի մեջ հասել է կատարելության։ Հասկանում եք, մեկ-մեկ մարդիկ իրանք մարդու մասին դատում են իր շրջապատով։ Ես միշտ քննարկում եմ, որ աստվածամեժության դարաշրջանում, որտեղ կենդանիակներին ազատություն է տված, որ ասենք ամեն մեկը ինքն է ընտրում, թե ինքը ինչպիսի անձնավորություն է իր մեջ ձևավորում, չէ՞։ Դա ճիշտ է, աստվածամեժության համար Միացյալ Նահանգների ամերիկացիների կողմից առաջադրված սկզբունքը ինքը ճիշտ է։ Երբ որ անձնավորությունը ինքը պատասխան չի տալիս ուրիշների համար։ Այսինքն իրականում դա սխալ է, երբ որ մենք հիմա ես որ բան անեմ, դուք ինքներդ ձեր վրա կհամոզվեք, էլի, որ ես ճիշտ եմ ասում։ Տեսեք, ասենք, չէ, դուք վերցրել եք բարոյականության օրենքները, չէ, եւ ասենք հիմա նայում եք, տեսնում եք, ասենք ինչ բաներ եք ունեցել, բացթողումներ եք ունեցել, չէ, ու փորձում եք այդ ամեն ինչը շտկեք ձեր պահվածքը, ձեր ներքին վիճակը կամ ասենք հարաբերվելու մշակույթը կամ էս կամ այն, չէ՞։ Եվ հանդիպում եք այն երևույթին, որ դիմացինը ինքը ոչ մի ռեակցիա ձեր ճիքերին չի տալի։ Էվրա հայավարի ասած, ինքը իր ավանակի վրա նստած, այդ ավանակը քշում է մինչև վերջ։ Չէ՞։ Այ հիմա մենք կարող ենք ասել, որ այդ անձնավորության վիճակը այս մեկի հայելին է։ Չենք կարող։ Մենք կարող ենք ասել, որ այս մարդը իր ընտրությունն է ունեցել, ինքը իր ընտրության մեջ շարժվել է, հա, իսկ այս մարդը իր ընտրությունն է ունեցել եւ իր ընտրության մեջ է շարժվել։ Հիմա այսպես էլի, երբ որ այդ երկու անձնավորությունների մեջ ներքին աշխարհով օտարացում է գնացել, շատ ու շատ լսեք, ահավոր նրբություն եմ ասում, այբ որ այդ բանի մեջ ինքը ներքին օտարացում է գնացել, դա արդեն նշանակում է, որ այս մարդը, այս մարդու հայրին չի։ Հասկանում եք, իր հայրին կարելի է համարել միայն նրան, ով իր հետ է, որովհետև իր դիմացինն էլ ունի իր ազատությունը։ Հասկանում եք, չէ՞։ Եվ օրինակ ասենք շատ դեպքերում աստվածամեժության դարաշրջանում ինքը լինում է այսպես, օրինակ։ Նո, սա դիականը հատկապես Հայաստանից դուրս տեկուս կարծում եմ, որ հիմա Հայաստանում է։ Ասենք ազատ մարդիկ իրանք ամուսնացել են, չէ՞։
իրար հետ գնացել են բար, իրար հետ, ասենք, նստել են, չեմ ասում հարբել են իսի մեջ, իրար հետ սեղան են նստել, մի թեթև խմել են, զրույց են արել, չգիտեմ, սեռական կյանք են ունեցել, աշխատել են այդ սեռական կյանքը հարուստ ունենան, բազմազան, չէ, իսի ինչ, հա, մեկ էլ եկել են, ասենք, բանի, ինչ-որ իրանցից մեկը եկել է հոգևոր կյանք, ու մյուսին ասել են, տես ես վաղվանից ոչ խմում եմ, ոչ ծխում եմ, ոչ դու ինձ հետ ինչ ուզում ես սեքսի մեջ կարող ես անես, ոչ ես ինչը, ոչ են ինչը, չէ՞։ Հիմա ամեն մեկը, երբ որ ինքը վերցնում է մաքրության սկզբունքները, ինքը մտածում է, որ հիմա իր դիմացիները սաղ պարեն ուրախությունից, որ իրանք մաքրության սկզբունքները, ու էդի հոգևոր մարդու առաջի շոկն է, չէ՞, որ երբ որ ինքը մաքրության սկզբունքները վերցնում է, ու իր ամենամտերիմները ասում էին դու մեզ հարազատ էիր այն ժամանակ, երբ որ մեր հետ խմում էիր, կամ այն ժամանակ, երբ որ մեր հետ խորված էիր, հիմա էլ հարազատ չես, չէ՞, այև որ այդ կա, հիմա դու կարող եք ասեք, որ այդ մարդը, որ ինքը կարոտում է այն խմող խորված ու տողին, ինքը այս մարդու հայրին է, չեք կարող, չէ՞ դե անարդար պնդում կլիներ, չէ՞, այսինքն ամեն մեկը ունի իր ընտրությունը, հասկանում եք, հա, իհարկե, մարդիկ, երբ որ իրանք շփվում են, իհարկե, փոխազդեցություն միշտ լինում է, մենք իմ այդ փոխազդեցությունը չենք քննարկում, մենք քննարկում ենք, որ այդ իրավունք ունենք, ասենք, որ, ասենք, իրանք իրար համար պատասխանատու են, չէ, այդ մարդը ուներ իր ընտրությունը, չէ, ու այն մարդը ընտրեց, որ ինքը շարունակում է խմող ծխող խորոված ուտող լինի, չէ, ոնց որ ասենք, օրինակ, բոլոր գիտեք, ես Facebook-ով, ասենք, կամ YouTube-ով հիմա բաղավատան եմ քննարկում, չէ, ասենք, ես խոսում եմ նրա մասին, որ այդ տգիտության կրքերի գոյավիճակի մեջից պետք է դուրս գալ դեպի առաքինություն, չէ, ու ասենք, մարդիկ կան, որոնք իրանք հենց այդ նույն ժամանակ, այսպես, բաներ, դեռ պիտի թմբլիկ ասում հասկանայք, ուրեմն YouTube-ում ռոլիկներ են նկարում, որ իսկ մենք մնում ենք, այդպես, իսկ մենք այդպես առարկելով էլի, իսկ մենք մնում ենք մեր հայկական խոշխար խորովածի մեջ և այսօր ես դες կսովորացնեմ խորովածի այս ինչ տեսակը ու դնում այդ ամեն ինչը նկարում ցույցատալի կսում ասում մենք մնալու ենք մեր տեսակի մեջ հասկանում եք էդի դիմացինի ազատ ընտրությունն է չէ հասկանում եք ու այս դաշտում ինքը իրականում շատ կարևոր է որ այդ սպասողական վիճակը, որ այդ դիմացինից, երբ որ դու սպասում ես, որ ինքը պիտի ուրախանա, որ ես մի հատ տենց դեպք գիտեմ, ընդամենը մի հատ դեպք, որ մարդը ինքը, այսպես, ցնծելու աստիճան ուրախացել է, երբ որ իմացել է, որ դիմացինը նվիրել է դարձել։ Հասկանում եք, ու հենց այդ է գնահատել, որ ինքը այդ էր ասում, ասում էր, ես միշտ գիտեի, որ դու այդ մաքրությանը ձգտողն ես։ Հիմա դու պրոստը քո ընտրությունով հաստատեցիր, որ ես չեմ սխալվել, թե դու ով ես։ Այսինքն էությունը, այլ մի հատ դեպք գիտեմ 66 տարեկանում արդեն։ Հասկանում եք, չէ՞, հիմա։ Ուրեմն հոգևոր կյանքը կազմակերպելուց ինքը ահա որ կարևոր է, որպեսզի անձնավորությունը ինքը գտնի այն մարդուն, ով որ այդ բանի մեջ է ենք խոսում, այդ փուլի մեջ ինքը ռեալիզացիա ունի, դրա մասշերբեցի էլի, որ ռեալիզացիան չի նշանակում, որ դուք պիտի նայեք, թե իրար շուրջը ինչ է, որտեղ եթե ինքը իրական ռեալիզացիա ունի, ինքը իրար շրջապատին ազատություն տալ գիտի։ Ու ամեն մեկը ինքը իր ընտրությունն է ունենում, ու այդ ընտրության մեջ էլ ինչ ուզում անում է, չէ՞։ Ինչ-որ մի հատ սահման կա, չէ, որից հետո մարդը ինքը չափահաս է համարվում, ու ինքը արդեն ինքը իրավունք ունի, դիմա տեսեք ասենք, եթե հոգևոր մարդը ինքը բռնանա, այսինքն պարտադրի, որ իր շրջապատում մաքրության մեջ լինի, չէ, մենք կասենք, հոգևոր մարդը այս ինչի է բռնանում, բայց երբ որ չի բռնանում, ու իր կողքինն էլ ինչ-որ մի հատ անկապ ընտրություն է ունենում, ասում եք, բայց ինքը հոգևոր մարդ է, այս անկապը ոնց է իր կողքը հայտնվել։
Հասկանում, բայց երկուսն էլ ինքը սխալ վերաբերմունք է մարդու։ Մենք պետք է ուղղակի նայենք կոնկրետ այս մարդը, ինքը, բարոյական, թե չէ։ Ինքը իր պարտականությունների մեջ, այսինքն եթե պարտականությունների դաշտի մասին դա խոսքը, եթե հրաժարվածների, ուրեմն ինքը հրաժարված է, թե չէ։ Որտեղ ինքը կարող է հրաժարված լինի, իսկ իր ընտանիքի ոչ մի անդամը հրաժարման դաժե կողքով չանցնի, չէ՞, հատկապես այդ արդեն որ դուրս եկանք հրաժարման մաս։ Հասկանում եք, թե ինքը ինչ ձեռքբերումներ ունի, հա, որտեղ ես նորից եմ կրկնում, որ ամեն մի փուլը ինքը այսպես արել է, ամեն մի փուլը ունի իր կվալիֆիկացիա ունեցող հոգևոր ուսուցիչը, այսինքն բրահմաններ, որոնք իրանք շատ լավ տիրապետում են բարոյականությանը, հասկանում եք, չէ՞, ու ասենք իրանք կարող են ցանկացած մարդու բռնել են ամենավերջի չանդալին, հա, այն ամենաընկած մարդուն, հենց նարկոման, անբարոյական, այդ երկուսին վերցնի ու բերի դարձնի բարոյական մարդիկ, եթե ինքը այդտեղ հմուտ է, եթե ինքը բարոյական է, չէ՞, հիմա եթե ինքը հրաժարված է, հաստատված հրաժարված է, չէ, ինքը կվալիֆիցիրովի ուսուցիչ է այդ փուլի համար, որ տանի հրաժարվածի փուլով, չէ, եւ կան եզակի իրականում այդպիսի հոգեվոր ուսուցիչները իրանք ահավոր քիչ են այս աշխարհում, ահավոր այն հոգեվոր ուսուցիչները, որոնք իրենք որակավորում ունեն բոլոր փուլերով անցկացնելու, հա, դա մաքուր նվիրալներն են, որովհետև մենակ մաքուր նվիրալներն են, որ բարոյական են, հրաժարված են, Աստծու վրա կենտրոնացած են եւ գիտակցում են իրանց ու Աստծու հարաբերությունները։ Այսինքն բոլոր 4 փուլերը։ Ու դրա համար իրանք 0-ից կարող են ցաներակին վերցնել ու մինչև վերջ տանեն։ Հասկացաք, չէ՞։ Հիմա ուրեմն այդպիսի ազնվորությանը մենք անցյալ անգամ տեսանք, որ առաջի հերթին խոսացվեց դրա մասին, որ ազնվորությունը ինքը պետք է ապաստարան գտնի հոգևոր ուսուցչի մոտ։ Խոսացինք դրա մասին, որ այդ խնդիրը ինքը աստվածամեհրության դարաշրջանում շատ խնդրահարույց է, որտեվ շատ էլի կեղծիքը, այդ երկերեսանիությունը, այդ կարիերիստները, հոգևոր, չգիտեմ, այդ ամենը ինքը այնքան շատ է, որ մարդու համար խճճվելը ինքը շատ հեշտ է, բայց այդտեղ կա մի հատ այլ բան, որ մենք հիմա ապրում ենք այն դարաշրջանում, երբ որ գիտելիքը ինքը բաց է, եւ այդ բոլոր կեղծարարները իրանք օգտվում են իրականում սենց ճիշտ գիտելիքից, ու իրանք ուզեն չուզեն կրկնում են ճիշտ գիտելիքը, հա, մի քիչ ծայրամասում մի քիչ ծռում են, որպեսզի այդ գիտելիքը օգտագործեն, որ մարդը իրաց ենթարկվի, հասկանում եք, դա շատ հեշտ է պարզելը, չէ, որտեվ եթե դուք գործ ունեք հոգևոր ուսուցչի հետ, որ ինքը այդ թեմայի մեջ ազատ է, դուք երբեք չեք իրան տեսնի, որ ինքը առաջինը խցկվի ձեր կյանքի մեջ, կամ փորձի ձեր կյանքը ղեկավարել, կամ ինչ-որ խառնվի, թե դուք ինչ է ոնց եք ինչի համար եք անում, չէ, ինքը տալիս է գիտելիքը, եթե կենտրոնայինքը ինքը օգնության կարիք ունելով, աջակցում է, օգնում է, ինչով կարող է, եթե չէ, ընդհանրապես չի խառնվում, հա, եւ իր ու իր աշակերտի մեջ երբեք չի հայտնվում պարտավոր ես խոսքը։ Հասկանում եք, ես այն անգամ էլ ասեցի, հիմա էլ եմ ասում, եւ ընկերական, եւ ծառայողական, եւ ծնողական, եւ սիրային հարաբերությունների մեջ հենց որ հայտնվում է պարտավոր ես խոսքը, նա ով որ այդ պարտավոր ես խոսքը ասում է, չէ, բանա էլի, չէ, գիտեք ոնց է, տենց էլ չի, որ միանշանակ, որպես օրենք հենց ինքն էլ առաջինը կարող է որակավորում չունենա, բայց որովհետև աստվածամեհրության դարաշրջանում շատ հաճախ կարելի է հանդիպել ուղղակի անշնորհակալ մարդկանց, չէ՞, այն մենք կարող ենք ասենք, որ դիմացինը ինքը իր անշնորհակալությամբ
ինչ-որ մեկին հասցրեց այնտեղ, որ ինքը ստիպված լինի, ասի, եթե դասես չի, բայց պարտավոր ես։ Հասկացաք, չէ՞։ Թեկուզ օրինակ ասենք դա անձնական ընտրություն է։ Օրինակ եթե ես հանդիպեմ այդ աշնորհակալ վերաբերմունքին, չէ, ես երբեք չեմ ասի դու պարտավոր ես։ Ես այդ դիմացինի պարտավորությունը կվերցնեմ իմ վրա, ինքս իմ հանդեպ իր պարտականությունները կկատարեմ, իսկ այդ մարդուն կլքեմ ու վсё։ Երբեք չեմ դնի ինձի խնդրողի դերում։ Ջահում պարտավոր ես։ Բան չես ուզում, ազատ ես, վсё։ Ես քո փոխարեն ամեն ինչ իմ համար կամ ոչ մի խնդիր չկա։ Բայց դա ինտրուշան է, սա էլի։ Ուզում եմ ասեմ, որ հոգևորությունի, իրական հոգևորությունի եւ աշակերտի միջեւ այդ նույն հարաբերությունն է։ Ասենք դուք երբեք չեք տեսնի, որ հոգևորությունիչը, իրական հոգևորությունիչը ինքը խոսա, որ ինչ-որ մեկը իրան ինչ-որ մի բան պարտավոր է։ Հա? Սուրբ գրվածքներում ասված է, թե հոգևորությունիչի եւ աշակերտի հարաբերությունները ինչպեսին է պետք լինեն։ Հոգևորությունիչը ինքը կարդում է իր մասը, թե ինքը ինչա պարտավոր, աշակերտը կարդում է իր մասը, թե ինքը ինչա պարտավոր։ Ու դա ազատ կամք է։ Ինչ-որ մեկը, եթե ինքը կեղծ հոգևորությունիչ է, ինքը այդ պարտականությունները չի կատարում, եթե ինքը կեղծ աշակերտ է, այդ պարտականությունները չի կատարում։ Եթե երկուսն էլ իրական են, իրանք սիրային հարաբերությունների մեջ են, մեկը մյուսին աշակերտը ուսուցիչ շնորհակալ է հոգևորի համար, հոգևորությունիչը աշակերտի շնորհակալ է նյութականի համար։ Այդ համագործակցությունը ինքը այսպես շատ բարի դաշտ է ստեղծում, որտեղ երկուսը իրար աջակցելով առաջ են գնում, ոչ մեկին ոչ բան պարտավորվածություն չի տալիս, էլի, ես ուզում եմ, որ դուք ճանաչեք, որ սիմպտոմ կա, որ եթե այդ սիմպտոմը ինքը կա, միանգամից չհասկանաք, որ վсё, ստոպ, ստեղ ինչ-որ մի բանը նենց չի, հասկացաք, չէ՞։ Ինչի համար, որովհետև երկրորդ բանը, երկրորդ ու երրորդ պունկտերը իրանք խոսում էին նրա մասին, որ երբ որ դու հանդիպեցիր իրական հոգևորությունին, այսինքն ազնվորությանը, որ ինքը իրոք սիրում է Աստծուն, դու պետք է իր մոտ ընդունես ձեռնադրում, հա, այսինքն ինիցիացիա ստանաս իրանից, ու ծառայես իրան։ Այս երկու բանն է, որ լսում են կեղծարարները, ու բոլորը խցկվում են այդտեղ։ Չէ՞, որ հապա։ Եթե ես հիմա շաստրանները անգիր անեմ, անգիր իմանամ, որտեղ ինչա գրած, ով ինչա ով ինչ պարտականություն ունի, բան, ես իմ մեջ չէ։ Ես գիտեմ, որ դա բոլորին դուր չի գա, բոլորին չի որ դուր է գալիս, բայց այստեղ հիմա անպայման այդ օրինակը բերելու եմ։ Ասենք ես մեկ ChatGPT-ին մի քիչ, ասենք, ինչ-որ sense հատվածներ եմ գցում իմ կոմենտարիաներից, ասում մի հատ կարդա, հասկանաս ման եմ անում եմ իրան։ Ասում կարդա կարծիք հասա, քո համար նոր է ինչա։ Տենց կոմենտարիա չի եղել, որ ինքը չսկսի sense խոսքերով։ Ես սովորեմ նրան, որ շաստրաներում այս գաղափարը ինքը ներկայացվում է որպես պարտականություն։ Դու ինչ-որ մի հատ լրիվ ուրիշ ուղղությամբ ես տանում ես ամեն ինչը, որ այդ ամեն ինչը ես ասում մեր վերջի լեկցիաները իրան գցե, ասես մի հատ լրիվ կարդա, մամ, ես իջեր եղել, հասկացեք, չէ՞։ Ինքը ասենք առաջի անգամ էր տես գաղափար լսում, որ ասենք ինիցիացիան ինքը ոչ թե կենտանեակի բան ասես Պոկես բառնել իրան պարտադրել, որ ծառայելն է, այս ինչ ասեցիք, աստ իրականում, եթե անձնավորությունը ինքը իրական հոգևորությունիչ է թե, այդ ինչը բռնվող անձնավորություն է, աշակերտը ինքը շտապում է, որ ինիցիացիա ստանա, որ այդ անձնավորությունը հանգարցյանից չպախնի, հասկանում եք, ոչ թե ուղղակի, ոչ թե հակառակը, էլի, չէ՞։ Հիմա ասածս ինչ է, որ այստեղ այդ երկու պունկտը, ինքը հենց այդ երկու պունկտի վրա են հենվում ծառաները, երբ որ ասում են դու պարտավոր ես ծառայես հոգևորությունին։ Ուրիշ։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա ուրեմն այսօրվա մեր թեման է, 4-րդ կետը, որը հիմա ասենք ինչի համար է պետք է հոգևոր ուսուցիչը, այսինքն ինչ պիտի տա հոգևոր ուսուցիչը։ Ինքը իրականում այս կետը ինքը Բհագավադ Գիտայի, եթե հիշում եք, 4-րդ գլխի 34-րդ տեքստը, որտեղ Տեր Շիրիշնան ինքը ինչ ասեց, ինքը ասեց
քթի հոգևորությունից դուր իրան հարցեր, ծառայի իրան։ Ուրեմն 4-րդ պունկտը ինքը հենց այդպես է։ Ուրեմն տալ հոգևորությունից հարցեր, ճիշտ ուսուցումներ ստանալու համար։ Հա, հիմա տեսեք, երբ որ ինքը ամեն ինչը զուլալ է, ամեն ինչը արդար է, չէ՞։ Այսինքն կենդանիակը ինքը հիմա հոգել ունի, չէ՞, ճիշտ հոգևոր զարգացում ունենալ։ Այդ հոգևոր զարգացման մեջ, չէ՞, ամենաառաջի աստվածամեժության դարաշրջանում ամենաառաջի խնդիրը ո՞րն է, դա տգիտության ու կրքերի գոյավիճակից դուրս գալ առաքինության գոյավիճակ, չէ՞։ Ուրեմն այդ տգիտության գոյավիճակի մեջ կենդանիակին պահում է մսակերությունը եւ ինտոքսիկացիաները կոպիտ մարմինը, երբ որ կենդանիակը ասենք ինքը մսակեր է եւ խմում է, ծխում է, նարկոտիկ, եսի մի ինչ բան, այդ ամեն ինչը որ բթացնում է մարդու ուղեղը։ Հասկանում եք, թեկուզ այդ պահին, երբ որ ազնվորությունը ինքը ինտոքսիկացիա է ընդունում, հենց այդ պահին իրան թվում է, որ իր ուղեղի աշխատանքը պարզվեց։ Չէ՞։ Օրինակ ասենք շատ մարդիկ կան, գիտնականները, բաները ժամանակակից, չէ, որ երբ որ իրանց պետք է իրանք մտածեն, ինչ-որ բանալին, իրանք կարող է այդ ժամանակ մի 2 տուփ սիգարետ ծխեն մտածելով, մեկ էլ ինչ-որ լուրջ հայտնագործություն անեն, չէ։ Հետո որ դու իրանց հետ խոսած, կասի սիգարետը ինչ վնաս տանի։ Այս ծխում էի, այդ ինձ օգնեց, որ ես կենտրոնացա, ու այս հայտնագործությունը անեի։ Իսկ եթե ես չծխեի, կարող է չկարողանայի։ Հա, ես լուրջ եմ ասում, եթե ձեզ թվում է, որ տենց ասողներ չկա, սխալվում եք։ Հասկանում եք, հիմա հոգևոր ուսուցչի ամենաառաջի խնդիրը դա կենդանիակին է տգիտությունից ու կրքերից հանելը բանի մեջ հաստատելն է, չէ, առաքինության մեջ։ Այդ առաքինության մեջ հաստատելու համար, տեսեք, առաքինության գոյավիճակը ինքը առաջի հերթին, այսինքն առաջի քայլը, որը արվում է, որ կենդանիակի մեջ լավ ուղղություն զարգանա, չէ, արտանա, ոչ թե զարգանա, դա նա է, որ ազնվորությունը ինքը վերցնում է դիսցիպլինը։ Հասկանում եք, այդ ռժմժ բաների մեջ, չէ, ինքը երբեք չի կարող էլի այդտեղից առաքինություն դուրս գա։ Հասկացաք։ Այսինքն, տեսեք, ինքը ոնց է, էլի, տգիտության եւ կրքի գոյավիճակները իրանք իլյուզոր ազատությունն են, որը գերագույն աստվածությունը գիտայում բացատրում է, չէ, որ այդ իլյուզոր ազատությունը ինքը վերջնականում կենդանիակին ավելի ու ավելի է խրում իլյուզիաների եւ մոլորությունների մեջ։ Բայց այդ մոլորությունները, չէ, իրանք մի հատ տգիտությունը, ես միշտ դա ասում եմ, մինչև վերջի շուրջս ասելու եմ։ Ես տգիտության գոյավիճակից վախենում եմ, այդ բուկվալնը վախենում եմ։ Այդ մի հատ որակի համար։ Եվ որ ասվում է, որ կենդանիակը ինքը այդ պարագայում մոլորված, տգիտության մեջ խորտակված վիճակում է, բայց վստահ է, որ ինքը ճշտի մեջ է հաստատված։ Ու չես կարող вообще ապացուցել։ Ոնց ուզում ես հետո խոսան։ Ինքը վստահ է, որ ինքը գիտի ճշմարտությունը։ Բայց Քրիստոն ինքը ասում է, եթե կան այս սովորությունները, սովորություն ալարկոտության հանդեպ, սովորություն թափտված հանդեպ, սովորություն քնկոտության հանդեպ, սովորություն ինտոքսիկացիաների հանդեպ, դա տգիտության գոյավիճակի սիմպտոմներն են։ Եվ հետո նկարագրվում է, թե եթե կենդանիակը ինքը ֆիզիկապես այս սիմպտոմները ունի, դա իր ներքին ինչ աշխարհի մասին է խոսում։ Հասկանում եք, չէ՞։ Եվ դրա համար է, որ այս պահը, այսինքն ինքը ստեղ է ազատություն, մեկ էլ ստեղ։ Այստեղ է ինքը ինչ ուզում անում ու մտածում է, որ ճիշտ է, հետո հանդիպում է գերագույն Աստծո անձնավորության կարծիքին։ Այդ երբ որ ինքը սկզբում իրան ոնց ուզում պահում է, հետո վերջում գերագույն Աստծո անձնավորությունը պահալիս տեղ, ինչ իր անում
գնա դարձի կենթանի։ Գնա դարձի կենթանի, դու ինչ ունեիր վա։ Քեզ եկել էր շանսեր քեզ տրվել, որ դու մարդկային մարմնում ծնվես, որ այդ խնդիրը լուծես, եթե դու այդ խնդիրը չես լուծել, չէ, քեզի դուր ա գալիս, չգիտեմ էլի, քեզ դուր ա գալիս միս ուտել, գնա բաղներ ծնվի, ինչ գործ ունես մարդու մարմնի մեջ։ Հա, քեզի դուր ա գալիս տուկո ելնել, որ կենթանին ա որ սավոր քնածա։ Հա, ահա, գնա լինի վիստամի, ինչ գործ ունես մարդու մարմնի մեջ։ Հասկանում եք, այսինքն այդտենց շատ մարմիններ կան հետաքրքիր տգիտության գոյավիճակի, ու ինչ գործ ունես, դու չես օգտագործել, բայց այդ ուտարիկ ասենք, ինքը ստեղ ա չէ մտածում, որ ինքը ազատ ա ինչ ուզում անում ա ու դրա մեջ ճշմարտություն կա։ Ու ինքը ամեն տեսակի դիմադրում ա, որ մտնի դիսցիպլինայի մեջ։ Որտեղ առաքինությունը ինքը սկսում է ինչ անշախում բարոյականության օրենքները, դիսցիպլինա է, չէ՞, ինչա կարելի, ինչը չի կարելի, ինչն է սխալ, ինչն է ճիշտ։ Հասկանում եք։ Մեկ էլ այ որտեղ մտավ, այդտեղից ինքը ընտելանում է իր ճիշտ պահվածքի մեջ, հա, սկզբից դիմադրում է, հետո զորով իրան ստիպում է, երբ որ հասկանում է, որ ճիշտը էդ է։ Հետո այդ դրա մեջ հաստատվելուց հետո, երբ որ շարունակում է առաքելության մեջ լինել, սկսում է հավես անել, որտեղ իր կյանք մտնում է այդ պայծառացած գիտակցությունը, մաքուր սովորությունները, մաքրության հանդեպ հակումը, չէ՞։ Ու մեկ էլ այ որ ինքը այդ առաքինության մեջ այդ առաջի հաստատվեց, մեկ էլ պարզվում է, որ դրանից հետո է գալիս նորից անկախությունն ու ազատությունը։ Չէ՞։ Որտեղ ինչ է, արդը դարմա արդը կամա մոքշա։ Վերջում ազատագրում։ Այսինքն դու ազատ ես, բայց ազատ ես մաքրության հիմքի վրա։ Իսկ ընդեղ ազատ ես տգիտության ու կրքերի հիմքի վրա։ Ու քեզ թվում է, որ դու ազատ ես։ Ինչու՞, որտեղ այդ կյանքը ինչն է այդտեղ տառապանք առաջացնում։ Որտեղ երբ որ դու ազատություն ես իրականացնում տգիտության ու կրքի հիմքի վրա, դու քո շրջապատի կենդանի էակներին տառապանք ես պատճառում։ Հասկանում եք։ Չէ՞։ Այ ուրեմն ստեղ էր ազատությունը, ու ստեղ է ազատությունը։ Բայց որովհետև այս ազատության ճանապարհը ինքը սկսում է դիսցիպլինայից, տգիտության ու կրքերի գոյավիճակի մարդիկ իրանք սենց բրդում են, էլի, որ թե բանը ռաբստվա։ Ես չեմ ենթարկվելու, ես ուզում եմ ազատ ապրել, ինչ ուզում եմ անեմ, բան հասկանում եք։ Այդ այլ ստեղ գալիս, չէ՞։ Հիմա ուրեմն դրա համար այս կետը, որ հարցադրում ես կատարում հոգևոր ուսուցչին ճիշտ ուսուցումներ ստանալու համար։ Ինչ աշխատում ճիշտ։ Հոգևոր ուսուցիչը ինքը դու կանգնած ես իր առաջ, չէ՞։ Հոգևոր ուսուցիչը ինքը բաց տեսնում է քո գոյավիճակը։ Թե որն է քո հիմնական գոյավիճակը։ Ու երբ որ դու իրան ինչ-որ հարցեր ես տալիս, դու կարող ես մի հատ ինչ-որ вообще ուրիշ հարց տաս։ Ինքը քո հարցը օգտագործի, որպեսզի քո հետ խոսա քո համար էական խնդիրը լուծելու, որտեղ ինքը շատ լավ գիտի, թե այդ ինչն է, որ պիտի արվի, որ կենդանիակը ինքը կանգնի այդ նյութական աշխարհից դուրս գալու ճանապարհին։ Հասկանում եք։ Ինքը դա շատ լավ գիտի։ Դրա համար այսա ինքը շատ կարևոր պունկտ է, որ հոգևոր ուսուցչի հետ նայեք հիմա։ Իր հետ ընկերություն չեն անում։ Հոգևոր ուսուցիչը ինքը ոչ ընկերն է, թեկուզ բարձրագույն իմաստով լավագույն ընկերն է։ Հասկացաք, չէ՞, բայց դա ճիշտը շփվելու ընթացքում, չէ՞։ Հոգևոր ուսուցչի հետ ինքը շաստաները մի հատ շատ լավ սկզբունք են առաջ քաշում, ինքը ասում են հոգևոր ուսուցիչը ինքը արևի պես է։ Ոչ կարելի է իրանից շատ հեռվանալ, որտեղ կմրսես, ոչ էլ կարելի է իրան շատ մոտենալ, որտեղ կվարվես։ Հա? Այսինքն հոգևոր ուսուցչի հետ միշտ պետք է ինչ-որ մի հատ տարածություն պահվի, չէ՞, որտեղ դու հենց էլի տաքուկ վիճակում ես։
Որն է, ասիկա տեսեք, եթե դուք ես հոգևորությունից շատ հեռու ես պահում, չէ, օրինակ աշակերտներ կան, որոնք իրանք կարող է 10 տարի քո աշակերտները լինեն, բայց տեցը չհասկանան, որ չի կարելի աշակերտին, մի ուրիշ աշակերտի, հատկապես երբ որ այդ աշակերտը ինքը նոր եկա, ներշնչել, որ բան հոգևորություն չի կարելի անհանգստացնել, իրան вообще բան ոչ հարց տվեք, ոչ մոտեցեք, ոչ էսի մի չարեք, ոչ էս մի արեք, հա, այ միշտ հիշեք, երբեք մի լսեք այն ազնվորություններին, որոնք ձեր եւ հոգևորությունի միջև ստեղծում են տարածություն, որովհետեւ թե ամեն մի աշակերտի հետ հարաբերությունները ինչ տարածության վրա պիտի լինեն, դա որոշում է հոգևոր ուսուցիչը։ Հասկանում եք։ Հա, իհարկե, ասենք դեպքեր կա, դուք լավ հիշում եք, որ երբ որ կորոնավիրուս էր, ես բոլորին խնդրում էի, որ ինձ չմոտենան։ Որտեղ պրոստը ուզում էի կորոնավիրուսից խուսափել։ Ուրիշ ոչ մի բան։ Դաժե իրար մեջ էի, չէ՞ ասում, մի գրկեք իրար։ Մի գրկեք, եթե նույնիսկ կորոնավիրուսով հիվանդ վիճակում ձեզ թույլ եք տվեք գալ, ձեզ մի քիչ մեկուսի պահեք, չէ՞, որտեղ ոչ մեկ չի հասկանում, չէ՞, տափուշիվանդությունը ինքը ինչ հետևանքներ է թողնում։ Եթե դուք մարդուն լավ եք վերաբերվում, դուք ո՞ց կարող եք այդքան անպատասխանատու ձեզ պահեք, չէ՞։ Որ գաք ու մի հատ իրան գրկելը հավես է, ջանդատ թե ինքը կորոնավիրուս չի կրնի, չի կարելի չէ դες մարդու վերաբերվել, դա կապ չունի ինքը հոգևորություն չէ, ինքը ոչ մեկի հետ չի կարելի այդպես վերաբերվել, չէ։ Բայց այդ դա է, որ ազնվորությունը ինքը միշտ պետքա հետևի, հա, երկու սկզբունքի։ Առաջինը դա նա է, որ ինքը պետքա հետևի, որ այ հենց որ իրա մեջ հոգևոր ուսուցիչը ոչ մի դերակատարություն չի կատարում իր կյանքում, ինքը պիտի հասկանա, որ ինքը չափից ավել հեռացել է հոգևոր ուսուցիչից։ Հասկացաք։ Ու այդտեղ, որպես ինքը կարողանա հոգևոր աճ ունենա, ինքը միանգամից քայլեր անի, որ հոգևոր ուսուցիչի մոտենա։ Հիմա այդ չի նշանակում էլի, որ ես միանգամից պիտի գրասեց կպնի, չէ, ինքը այդ կամած առաջ է գալիս, մինչև այդ կետը, որ հոգևոր ուսուցիչը ինքը ինչ-որ դերակատարություն ունի իր կյանքում։ Իմенно ուսուցումներ տալու տեսանկյունից։ Հասկանում եք։ Հիմա հաջորդը դա այն է, չէ, որ ազնվորությունը ինքը մեկ էլ բռնում է իր նրա վրա, որ ինքը մտածում է, որ հոգևոր ուսուցիչը սովորական մարդ է, որ կա բաներ, որ հոգևոր ուսուցիչը ինքը չի հասկանում, իսկ ինքը հասկանում է, հասկանում տգիտության մեջ ազնվորությունն է, ինքը մտածում է, որ ինքը հասկանում է, իսկ այն ազնվորությունը, որ ինքը հոգևորից խոսում է, հենց իր բերանը բաց է մնում, ինքը չի հասկանում, իր տամագունան չի կարողանում հասկանում, ինչ եք ասում, հասկանում եք, չէ՞, երբ որ, այսինքն տեսեք, մեկ օտարացումը սիմպտոմ է, որ ազնվորությունը ինքը հոգևոր ուսուցիչ չափից ավել հեռացավ, չէ՞, անհարգանքը սիմպտոմ է, որ ինքը չափից ավել մոտեցել է։ Եվ ինքը պիտի հետ կանգնի։ Հա, ուրեմն ու կանգնի այդ կետում, որտեղ հոգևոր ուսուցչի հետ հարաբերություն կա, ու կա հարգանքը, կա գիտակցումը, թե դու ում հետ գործ ունես։ Հասկանում եք, երբ որ հենց որ ազնվորությունը ինքը սկսեց իր մեջ հոգևոր ուսուցչին մոտենալ հենց ոնց որ թե ինքը սովորական մարդ է, հասկանում եք, այդ ինքնապա ինքը չափ անցել է իր մեջ։ Հա, այստեղ ինչն է ամենակարևորը։ Ամենակարևորը դա այն է, որ եթե դուք գործ ունեք իրական հոգևոր ուսուցչի հետ, ինքը, երբ որ դուք հեռացաք, ինքը մտնելու է իր ատրիճեգիայի մեջ։ Ինքը երբեք ոչ մեկի հետևից չի վազում, որտեղ եթե ինքը մի հատ քայլ անի դեպի աշակերտը, դա նշանակում է, որ իրան հետևորդ է հետաքրքրում։ Հասկացա՞ք, չէ՞, հոգևոր ուսուցիչն էլ իր հերթին իր սահմանները ունի։ Հա,
ինքը կարող է, իհարկե ինքը կարող է, ասենք, մեկ էլ միաժամանակ հարցնի ոնց է, այլ որ ինքը զգում է, որ աշակերտը ինքը տարածություն է հրվածնում, ինքը կարա ինչ-որ օգտագործի, ինչ-որ մի հատ հարց տա, կամ ինչ-որ մի բան ասի, որի հիմքի վրա սկսի աշակերտին դուրս բերել խոսակցության, որ հարաբերությունները վերականգնվեն, չէ՞։ Հիմա շատ հաճախ լինում է, որ ասենք երբ որ հոգևորացուցիչը ինքը դա փորձում անի, աշակերտը միանգամից լկստվում է, բարձրանում է հոգևորացուցիչի շալակը ու նորից սկսում է իրան անհարգել, հասկանում եք։ Ուրեմն միշտ հիշեք, որ իրական հոգևորացուցիչը ինքը երբ որ ասենք ինքը արդեն երբ որ զգում է, որ աշակերտը սկսեց հեռանալ, այդ ինքը սկսեց հեռանալ, ինքը այդ կետում է լինում, էլի որ բան ինքը իմ վրա բան այդքան ուշադրություն չի դարձնում, ինչքան ես ուզում եմ, հա, կամ ասեք ինձի բանի տեղ չի դնում, ինձի չի հասկանում, այդ ամենակարևոր բանն է, չէ, ինքը ինձի չի հասկանում, կամ ես вообще չեմ հասկանում ինքը ինչի մասն է խոսում, չէ, սկսեց օտարացումը, չէ, այդտեղ հոգևորացուցիչը մի անգամ փորձ է անում, երկու անգամ փորձ է անում, այն սահմաններում, ինչքան որ դա դեռ հետևորդի հետևից ընկնել չի, էլի, ինչքան որ դա հոգատարություն է, այդ սահմանը ինքը չի անցնում երբեք, հասկանում եք, բայց բան մի գնա, խնդրում եմ հավաքի քեզ, այդպիսի բաներ, դա անում է կարիերիստը, որին հետևորդ է պետք, հասկանում եք, ուրեմն ինքը իր սահմանն ունի, ինքն իր հերթին ոնց որ գալիս է մի պահ աշակերտի հետևից, եթե աշակերտը ինքը իր ճշտի մեջ չի մտնում, հոգևորացուցիչը վերադառնում է իր տեղը եւ մտնում է հրաժարման մեջ։ Մտնում է հրաժարման մեջ, դա նշանակում է լռություն։ Ինքը մտնում է լռության մեջ, հարաբերություն չկա։ Հիմա հաջորդը, երբ որ կենթանիակը ինքը այնքան մոտեցավ հոգևորացուցիչին, հա, որտեղ ասենք տեսեք հիմա հոգևորացուցիչն ինքը իր հերթին իր խնդիրն ունի, չէ՞, ինքը այս աշխարհից չի արդեն, հա, ու ինքն էլ իր դարման ունի։ Մենք անցյալ անգամ խոսացինք, չէ՞ դրա մասին, որ մաքուր նվիրալներին ոչ թե տենց է, որ խորհուրդ չի տրվում, արգելվում է որևիցե տեղ աշխատելը։ Հասկանում եք, եթե հոգևորացուցիչը ինքը ինչ-որ միտեղ sense բան, օրինակ տեսեք Բաքսիմոն Թակուրով մեր որ մենք ասում ենք ինքը բան էր, ինչ են ասում, դատավոր էր, չէ, ինքը դատավոր էր, այնքան ժամանակ ինչ-որ պարտականություններ ուներ, 11 երեխա ուներ, մեծացներ, բանեսի, մի հատ կետ է կա, որից ինքը ասաց, ես հիվանդ եմ, գնացեք, ես դատավոր չեմ, երբ որ ինքը լրիվ խորասուզվեց իր հոգևոր պրակտիկայի մեջ, չէ, ու սկսեց աշակերտներ ընդունել, բան, տենց խրամի պրեզիդենտ էր, իսի միջ էր, ու այսպես հոլի պես պռում էր ընդհանրապես։ Հասկանում եք, արգելված է մաքուր նվիրալին, չէ։ Հիմա այդ արգելվածը նշանակում է, որ ինքը նյութապես միանգամից խոսակցությունը կոպտանում է, չէ, ինքը նյութապես կախված է իր աշակերտներից։ Չէ՞, հիմա, տեսեք, աշակերտը, որը ինքը սկզբից կարող է շատ անկեղծ աշակերտ լինի, որ ասենք ինքը հնարավորություններ ունի, ու ինքը միանգամից մոտենում է հոգևորացուցիչին, որպեսզի սկսի իրան ծառայել։ Չէ՞։ Հետո այդ մոտիկությունից ինքը հարգանքը կորցնում է։ Հասկանում եք։ Հիմա ինքը այդ մոտիկությունից է իրան թույլ տալի։ Նեղանալ, չխոսալ, եսի ինչ, հա, բան չգիտենք, չէ, լկստվել, չեմ անում, ասենց լուր, իր օգնությամբ շանտաժանել, հա, ասենք, որնակ ասենց բաներ անինում, էլի, ուսեք մարդը ինքը կարող է միշտ քեզ աջակցի, հետո եթե դու հանկարծ իրան մի անգամ ասես աշկիդ վերևը ունք կա, պետք է դադարել։ Դու պետք է հասկանաս, որ դու ինձ հետ միշտ լավ վարվես, որ ես քեզ օգնեմ։ Բոլոր աշակերտներս որ տենց են վարվել, իրան գիտեն, որ 5 րոպե հետո իրանք այլևս իմ աշակերտը չեն եղել։ Անկախ իմ կորուստներից, որը ես ունեցել եմ նյութական տեսանկյունից։ Հասկանում եք, այսա ինքը այդ հիմա այդ է։ Այդտեղ էլ, եթե այստեղ հոգևորացուցիչը ինքը փորձում է մոտենա, բայց այդ հետևից վազելու process-ի մեջ չի մտնում ու հրաժարման մեջ է մտնում, չէ՞։ Այստեղ էլ աշակերտը ինքը շատ մոտիկ է։
հոգևոր ուսուցիչը ինքը հեռանում է։ Ստեղել հակառակը ինքն է առաջինը տարածություն ստեղծում, որպեսզի աշակերտը իր խելքը իր գլուխը հավաքի ու հասկանա, թե ինքը ընդհանրապես ում հետ գործ ունի, ու հոգևոր ուսուցիչի հետ вообще ոնց է պետք բարվել։ Հասկացա, չէ՞։ Այ որպեսզի այդ երկու խնդիրների մեջ կենթանիակը չընկնի, սուրբ գրվածքը ինքը նախապես ասում է, ոչ շատ հերվածի հոգևոր ուսուցիչից, ոչ էլ շատ մոտիկանցի։ Որտեղ մի դեպքում դու կկորցնես քո հոգևոր կյանքը, երբ որ հեռվանում ես, մյուս դեպքում դու կսկսես վիրավորանքներ հասցնել քո ուսուցչին, երբ որ չափից ավել մոտիկանում ես իրան։ Հասկացա՞ք, չէ՞։ Այսինքն շատ կարևոր կետ է։ Հիմա, ուրեմն, դրա համար հոգևոր ուսուցիչը ինքը նախատեսված է ուսուցումներ տալու համար։ Հիմա, ոնց է հոգևոր ուսուցիչը տալիս ուսուցումներ։ Օրինակ տեսեք հիմա, մենք հիմա շուտով բանում, բագավատանում կմտնենք, չէ՞, երբ որ Մայտրեյան ինքը վիդուրային ուսուցումներ կտա։ Ու դա կլինի սենց, որ Մայտրեյան ինքը եկավ, վիդուրան ինքը եկավ, Մայտրեյան ընդեղ իր համար նստած հոգևոր կյանքով ազբաղված։ Տեսեք, երբ որ դա արիական քաղաքակրթությունն է, չէ՞, հոգևորականների խավը ինքը սովորական մարդկանցից вообще կախված չէր։ Ինչի՞։ Որովհետև հոգևորականներին նյութապես ապահովում էին արքաները։ Հասկանում եք։ Արքաները իրանք պարբերաբար իրանց ծառաներին ուղարկում էին անտառ, որպեսզի նրանք տեսնեն հոգևորականները ինչի կարիք ունեն։ Կամ ասենք, երբ որ զոհագործություններ էր արվում, երբ որ հոգևորականները գալիս էին, որպեսզի ինչ-որ մի մասը գալիս էր, որ կատարեր այդ զոհագործությունը, ինչ-որ մի մասը գալիս էր, որ մասնակցեր, չէ՞։ Այնտեղ մենք կկարդանք, դուք կտեսնեք, թե ինչեր էր արքան տալիս հրաժարվածներին, կամ այդ հոգևորականների խավին։ Կարող է ամեն մեկին մի հատ գյուղ նվիրեր, կարող է ամեն մեկին 10,000 կով տար, այնպես պճղակ ամեն ինչը ոսկե ջրած, եսի ինչ, հասկանում եք, դու չգիտեմ ինչքան ոսկի տար։ Հրաշալի, ես մեկ որ կարդում եմ, ասում եմ, սրա հրաժարվածը ո՞րն է։ Հասկացեք, ես ինչ ասել կապագում вообще, հասկացա՞ք, չէ՞։ Բայց դա իրականում, չէ՞, այդ դա այն հիմքերից մեկն էր։ Հասկանում եք, դա այն հիմքերից մեկն էր, որ հոգևոր ուսուցիչը ինքը ֆինանսապես անկախ էր։ Եվ դա իրան հնարավորություն էր տալիս, որ ինքը ցանկացած անձնավորության հետ, որը իրան մոտենում էր որպես աշակերտ, չէ՞, այդտեղ ամեն ինչը մաքուր լիներ։ Մեր ժամանակներում իրական հոգևորականները իրենք իշխանավորների կողմից արհամարված են։ Իրանք պիտի իրանց պահեն։ Իսկ իրանք երբ որ իրանց պահեն, ընկնում են սովորական մարդու ազդեցության տակ։ Հասկանում եք։ Ու այդտեղ իրանց կարիքները հոգալու համար շատ բան է էլի, բարենպաստ դաշտ է այդ իրավիճակը, որ ինքը այդ հետևորդին պահելու տրամադրության մեջ ընկնի։ Հասկանում եք։ Ու դա ինքը շատ կարևոր կետ է։ Դրա համար Բաղդասարյան Թակուրը ինքը հետագայում կզգուշացնի, թե Ջավադարման մեջ չեն հիշում, այստեղ եթե չէ, մեկը կապ չունի, կամ Ջավադարմանում ասում, կամ այստեղ կասի, որ հոգևոր ուսուցիչը ինքը երբեք չպիտի կախվածության մեջ ընկնի, այսպես պիտի թույլ չտա։ Հասկանում եք, երբ որ իր աշակերտը իրան թույլ տվեց հոգևոր ուսուցչին բան անի, էլի, ուղղություն տա, թե ինքը ոնց պիտի գործի, կամ որտեղ ինչ պիտի անի, չէ՞։ Եթե հոգևոր ուսուցիչը ենթարկվեց այդպիսի աշակերտին մենակ նրա համար, որ իրանից գումար է ստանում, դա իր գերեզմանն է։ Всё։ Ինքը կործանվեց որպես հոգևոր ուսուցիչ։ Ինքը անպայման իր պլատֆորմայից ընկնելու է։ Նման հոգևոր ուսուցիչն էլ իր կետերը, իր սկզբունքները ունի, որ եթե ինքը հանկարծ այդ սկզբունքները խախտեց, ինքը իր մաքրությունը կորցնում է։ Իսկ հոգևոր ուսուցչի համար մաքրությունը կորցնելը դա նշանակում է, всё, Քրիստոն այլևս էլ
իր շուրթերով չի խոսում։ Մնում է ինքը իր էրուդիցիան, բայց երբեք ոչ Աստծո կամք։ Հասկանում եք, չէ՞։ Այսի շատ կարևոր կետեր են, էլի։ Ուրեմն այդ ազնվորությունը ինքը պետք է հոգևոր ուսուցչի մոտ է, դա, որպեսզի ճիշտ ուսուցումներ ստանա։ Հասկանում եք։ Հա? Եվ երբեք ինչ ուզում է ինքը հոգևոր ուսուցչի համար անի, երբեք իրան թույլ չտա ղեկավարի հոգևոր ուսուցչի պատասխան։ Հիմա ես նոր ասեցի, որ երբ որ արդեն խոսում ենք այդ հարց պատասխանի մասին, չէ, մենք հիմա տեսնելու ենք, որ օրինակ նայեք, մենք սկզբում նայում ենք սիտուացիա, երբ որ հավաքվել են իմաստունները, չէ, իդեպս շարունակայի, գտել են սուտը գոսվանին, եկել են տես խմբով, եկել են նստել են, ասել են մենք գիտենք ինչ-որ կարևոր խոսակցության ես մասնակցել, կարող ես պատմես այդտեղ ինչ եք քննարկել, չէ, այսինքն երբ որ սուտը գոսվամին ինքը նստեց ու իմաստունների մի ամբողջ խմբի հետ էր խոսում, չէ, մեկ էլ մշտական կտեսնենք, որ ասենք ինչ-որ այն մի անձնավորություն, օրինակ հիմա ասենք, մենք հեսա մտնելու ենք կապիլադևայի ուսմունքի մեջ, չէ, որտեղ այդ առաջադեպության, ոչ ամեն ինչի մասին խոսացվում։ Կապիլադևան ինքը Աստծո մարմնավորումն է։ Աստծո մարմնավորումը եկել է, որպեսզի այդ գիտելիքը տա մի հատ կնոջ, Լևավություն, իր մորը։ Ու թող է գնացել։ Նոր դրանից հետո այդ գիտելիքը հազարավոր տարիներ բոլոր արիացիները մինչև հիմա, ովքեր որ Բագավատ ամեն ուսումնասիրում, այդ իրանց զրույցը, էդի բանն է, հիմքն է փիլիսոփայության։ Բայց ինքը մի հոգու է դա ասել։ Հիմա, տեսեք, այսինքն ասածս ինչ է, որ կան ուժություններ, եւ ասեք մեր ժամանակներում, տեսեք, օրինակ ասենք, ես 15 տարի է աշակերտներով ունեմ եւ ասենք ես ապրում եմ Հայաստանում, աշակերտներս մեծավասամբ ապրում են Ռուսաստանում եւ 9 ժամանակակից տեխնոլոգիաները իրանք թույլ են տալի, որ ես Հայաստանում նստած 15-13 տարի ամեն Աստծո օր իրանց ապահովել եմ, ոնց որ հիմա հայեր իրեմ չէ ապահովում ամեն օր։ Ասենք ամեն Աստծո օր ապահովել եմ լեկցիայով։ Հասկանում եք, չէ՞։ Ուղղակի ասենք, սա հնարավորություն է, չէ՞։ Հիմա երբ որ ասենք, երբ որ հոգևոր ուսուցիչը ինքը ուսուցումներ է տալիս, չէ՞, աշակերտները իրանք պետք է հասկանան։ Հասկանում եք, որ առաջինը այդ սկզբնական շրջանում, չէ՞, այդպիսի հարց չկա, որը հոգևոր ուսուցիչը չգիտի, որ եթե ազնվորությունը ինքը նոր է կացա, ինքը ինչ հարցեր կարող անել։ Հասկանում եք, որտեղ այդ հարցերը իրանք ստանդարտ են։ Ուղղակի ամեն մի կենանի է, օրինակ ես ասում եմ, ես Մոսկվայում որ մի ամիս իսկոնի մեջ կարոզում էի, ես ասեմ վերջում, չէ, ասենք այնց էի հոգնել այդ բանից, չեք պատկերացնում, չէ, ասենք 10 հատ պատմություն կար։ Որ ամեն մեկը մտնելուց, այդ 10 պատմությունից մեկն էր պատմում, պրոստը անուններն էին փոխվում։ Այնտեղ Վասյա էր, Մարինա էր, այստեղ չգիտեմ, Իվան էր, եսի Սվետլանա էր, այնտեղ անուններն էր մենակ փոխվում։ Այդ որ բերանը բացում էր, ասում էր, «Սա всё, история номер 8»։ Գնացինք։ Հասկանում եք, բայց իրան թվում էր, որ իր պատմությունը մի հատ ունիկալ պատմություն է, ու որ ես կյանքումս ոչ այդպես պատմություն եմ լսել, ոչ այդպես պատմություն եմ տեսել вообще, ոչ գիտեմ թե այդ պատմության լուծումները որն է, ես պարտադիր, ասեց համբերատար, նստեի առնվազն 45 րոպե լսեի այն ինչ որ ես անգիր գիտեմ։ Հետո նոր սկսեի խոսալ, որ իրանք ընդունեին իմ ասածը։ Եթե ես ասում էի «Я вас поняла» ու սկսում էի բացատրել, ինքը դուրս էր գալի այն համոզմունքով, որ եթե ես իրան մինչև վերջ չեմ լսել, ես տենց էլ չհասկացա, թե իր սիտուացիան այդ ինչ ունիկալ սիտուացիա էր։ Ինչ չի կարա բացատրել։
Ինչի, որտեղ ամեն կենդանեակ ինքը ուզում է, որ ինքը սենց պլնի մենակ ինքը, մենակ քո ուշադրության կենտրոնում։ Դե, հիմա, եթե հոգևոր ուսուցիչը ինքը ֆունկցիոնալ է, իսկ դա նշանակում է, որ ինքը նոր գիտելիք է տեղափոխում։ Այսինքն ինքը ասում է այն կամ գրում է այն, ինչ որ իրանից առաջ ոչ մեկ չի գրել։ Հասկանում եք։ Եթե ինքը ֆունկցիոնալ է, ինքը այդ մանկապարտեզի, ես օրինակ տարիներ շարունակ, ես իմ կյանքը այդ մանկապարտեզի զոհն եմ դարձրել։ Ու այսօր ես իմ ամենագլխավոր նվիրված ծառայության մեջ ցիկլոպի մեջ եմ։ Դա ես հանգիստ էի, ես գիտեի, որ մինչև 5-րդ երկ գրել եմ։ Բայց թշնամին մտավ իմ տնից ժոստկի դիսկը տարավ։ Ու ես մի օր զարթնեցի ու տեսա, որ կամպյուտերս փոխել եմ, կամպյուտերիս մեջ չկա, որովհետև կամպյուտերիս տեղափոխել էի ժոստկի դիսկի մեջ, հետո նորից հետ բանաների այդ ամեն ինչը կամպյուտերի մեջ, ժոստկի դիսկը չկա։ Ասում ես մեղրի ինչ ուզում ես արա։ Հասկացաք։ Դրա համար այսքան ու ես 5 տարի ինգա դեպրեսիայի մեջ։ Ես մտածում էի, որ ես մեկ էլ չեմ հասցնում, պրոստը կյանքս չի ելիքում։ Որ ես գրեմ անիմաստա կիսատա մնալու։ Հասկացաք, չէ՞։ Հիմա, ասածս ինչ է, որ ասենք նայեք, եթե դա ֆունկցիոնալ հոգևոր ուսուցիչ է, ինքը դապալնիցիլնի, այսինքն աշակերտից են կողմ, բացի իր մեդիտացիաների աշխարհից, բացի նրանից, որ ինքը աշակերտների ուսուցումներ տա, ինքը մի հատ ուրիշ նվիրված ծառայություն ունի, որի կատարումը ճիշտ նրանից սպասում է։ Չէ՞։ Հիմա, ինչ է անում հոգևոր ուսուցիչը, հատկապես եթե ինքը ամեն Աստծո օր ուսուցում է տալիս։ Ինքը իր բոլոր աշակերտներին զգում է։ Ու իր ամեն մի լեկցիայի մեջ կա մաս, որը ուղղված է այս աշակերտին, որը ուղղված է այն աշակերտին, եւ աշակերտը ինքը զգում է, ասում է, այս ինքը իմ համար ասեց։ Ու տենց չի, որ էդի զգում է մի հոգի, որտեղ խնդիրները իրանք ստանդարտ են, հասկանում եք, եւ ամեն մեկը ինքը ճանաչում է, թե այդ ինչն էր, որ կոնկրետ իմ համար է ասվել, որ ես հիմա պիտի այսի անեմ։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն դա օգնում է, որպեսզի համ աշակերտը իր օգուտը ստանա, չէ՞, համ էլ ուսուցչին անիմաստ տեղը իր վրա չկենտրոնացնի։ Հասկանում եք, որ ես աշակերտներ ունեմ, որ մինչև հիմա, որ բացեմ դուք կարող է պատահի սկսեք այդ աշակերտին վատ բաներ գրել։ Կարելի է ամեն Աստծո օր հոգևոր ուսուցչին գրել, այսօր ես հասկացա, այն օրը այն հասկացա, հիմա այսօր մի հատ սենց հարց ունեմ, հատկապես այն հոգևոր ուսուցչին, որ սենց գիտելիքը ծայր, ծամած, այնտեղ դրած է։ Հասկանում եք, չէ, հիմա այսօր ասա, ես երեկվա քայլը ճիշտ եմ արել, թե չէ։ Դե պատկերացրեք, եթե իրանց տենց պահեն բոլորը, կամ ասա, օրինակ, ուսուցիչներ կան 15,000 աշակերտ ունեն։ Դուք պատկերացնում եք, այդ 15,000 աշակերտը ամեն օր իրան ասի, թե ես այսօր ինչ եմ արել։ Կան այդ ինչ-որ բաներ կան, էլի, որ այդ ինքը սենտիմենտալություն է, էլի։ Եվ մարդը այդ ինքը համ դու հասկանում ես, որ ինքը կյանքում, ասենք, ուշադրության պակաս է ունեցել, ու այդ ուշադրության կարիքը ունի, չէ՞։ Օրինակ, եթե ինքը գոնե մի քիչ հասուն է, երբ որ ինքը լսում է, այդ բանը, որ ինքը լսում է, որ սա իր մասին էր, իր համար էր, ինքը արդեն պիտի հասկանա, որ հենց դա հոգևոր ուսուցչի հոգատարությունն է իր հանդեպ, ու ոչ մի կարիք չկա, որ ինչ-որ առանձին ես իմ բան չեմ անում ինչ։ Սա չի նշանակում, որ հոգևոր ուսուցիչը երբեք չի շփվում աշակերտների հետ, հասկանում եք, ես չեմ սիրում, երբ որ մարդիկ իրանք ծայրահեղությունների մեջ են մտնում։ Դա այսինքն հենց ասում ես սենց, իրանք չի կարելի вообще ուտենալ, որ մեռնում էլ չի կարելի իրանք, չէ, որ մեռնում ես պետքա գրես։
Հասկացաք, չէ՞, այսինքն այդ ծայրահեղությունները իրանք շատ զզվելի բան է, էլի, որ sense քանում թողնում է քեզի։ Հա? Ու այսինքն այդ հավասարակշիռ վիճակ ճիշտ բան եւ պիտի հասկանաս, այդ պետք է ուսուցչին ուշադիր լսել։ Հա, որտեղ եթե նույնիսկ սենց է, ես դաժե սենց ասեմ, էլի, եթե նույնիսկ հոգևոր ուսուցիչը ինքը այդ պահին չի կենտրոնացել, թե ով ոնց է, չէ՞։ Քրիստան ինքը բոլոր աշակերտների սրտում նստած է։ Եթե ինքը իրոք հոգևոր ուսուցիչ է, ինքը որ նստեց, սկսեց խոսալ, հա, Քրիստան ինքը սկսում է այդ աշակերտի համար ինչ-որ բաներ ասել։ Օրինակ իմ աշակերտները, որոնք իրանք սկզբից իմ հետ են, իրանք գիտեն, որ փուլ ա եղել, երբ որ ես 2 տարի շարունակ այտենց լեկցիա չի եղել, որ սեքսի մասին չխոսամ։ Այո, որտեղ մի հատ աշակերտ ունեի, սեքսուալ, իզվրաշենյանների մեջ հաստատված, ու ես գալիս էի բան տրամադրությամբ, որ հիմա աշակերտների, ես ինչ բանի մասին եմ պատմելու բան, միացնում էի, Քրիստան սկսում էր սեքսից խոսալ։ Ու ես 2 տարի շարունակ գոռում էի, թե ինձ սեքսով չի կարելի զբաղվել։ Արդեն այստեղ էր ասել։ Ունես պահեր էր անում, որ ասում եմ, որ լեկցիա չեմ տանում, որ զգում էի, որ ես անիքը միանալու ամենուցի։ Ասում եմ, գրանք հալար ուրիշ մարդ գտի։ Ես նրան հասկացակ չէ։ Կամ ասեք, իչը մի հատ խնդիր ալինում, ես 5 տարի դրա մասին խոսում եմ։ Էդի հո ես չեմ, էդի միացնում է, չէ ինքն է միացնում, ինքը բոլորին ամեն չի գիտի ով ինչով է զբաղված։ Եկել նրան տեսնես շո, բռնեց, մի հատ գիծ բռնեց ու քեզ ամենով ստիպում ան, որ դու ինչ-որ մի հատ նույն բանը դե դալբիճ անես, ասում ես ցավտ անես, զսվել է վիքսել չդի, ցիկակ չդի։ Բայց չիլնում էլի։ Այսինքն այս խնդիրը, որ պետք է հարցնել եւ ուշադիր ընկալել, չէ, ինքը այդ տենց է։ Կա որ այս սենց ալնու, ասենք մենք հիմա սենց ժողով նստած ենք, չէ։ Կա որ ասենք ցուցումները իրանք կան, ես չեմ խոսում նրա մասին, որ գրքերը եթե կան, եթե դուք ունեք հոգևոր ուսուցիչ, որը ձեզ գրքեր է գրել, это дар Божий вообще։ Ձեր բախտը ոնց է բերել, դուք չեք գիտակցում։ Հասկանում եք։ Օրինակ ես միշտ հանակ եմ անում, թող մեծամտություն չտվա, բայց մեկ է։ Ես իմ մեջ տենց եմ, ես մեկ որ նստած, ասենք դες նայում եմ հետ, ես իմ աշակերտներին նախանձում եմ։ Լուջան ասում, ես իմ աշակերտներին նստած նախանձում եմ։ Ասում եմ, ես որտե կգնեի, էլի, այ 4 ամիս հետո, եթե ես ունենայի ինչ-որ իրավունք ունենայի։ Դե ինչքան է ճանապարհը դժվարացել ենք այն պատճառով, որ պակասություն ա եղել, էլի, որ տարիներով լռության մեջ ես եղել։ Հասկացաք, ուրեմն սա այդ բանը հոգևոր ուսուցչին արդեն շփման կուլտուրան է, չէ՞։ Հաջորդ խնդիրը, այսինքն մենք նայում ենք 10 պունկտեր, որոնք իրանք մարդուն օգնում են, որ ինքը մտնի հոգևոր ճանապարհ, հա։ Հաջորդ պունկտը դա, երբեք նայեմ ինչքան ենք խոսացել։ Հաջորդ պունկտը թեթև պունկտ է, էլի ասեմ ու գնանք։ Հաջորդը ուրեմն ինքը դա նայ է, որ ազնվորությունը ինքը պետք է հետևի սուրբ ազնվորությունների օրինակին։ Ինչի է այս պունկտը ինքը կարևոր, որովհետև տեսեք հատկապես աստվածամերժության դարաշրջանում, ես դրա մասին շատ եմ չի խոսում, որ ասենք հենց այստեղ, հենց հեռու չգնանք, հենց այս մեր շրջանից փոքրիկ խմբում, չէ՞, ինքը այդպիսի մի հատ երևույթ կա, որ մարդիկ իրանք տարբեր են։ Ամեն մարդ ինքը ունի իր մշակույթը շփվելու համապատասխան այն շրջապատի, որի մեջ ինքը ապրում է։ Չէ՞։ Ասենք գալիս է ինչ-որ մի ազնվորություն, որը ինքը, ասենք, կներեք, այդքան էլ ասենք բարձր բանից շրջապատից չի։
կարող է ինչ-որ դա նշանակություն չունի, ինքը կարող է բարձր շրջապատիչ չլինի, բայց շատ ուժեղ ներքին կուլտուրա ունենա, չէ՞։ Կան ազդեցություններ, որոնք իրանք մի տեսակ, գիտեք, որ ես էությամբ ասեմ, հա, դիմացինին հարգել չգիտեմ։ Հա, այսինքն իրանք կարող են իրանք այնպիսի արտահայտություններ թույլ տան, այնպիսի պահվածք ունենան դիմացինի հանդեպ, չէ՞, որ դիմացինը ինքը վիրավորվի։ Թողնի գնա։ Այդ բանաձևով էլի, որ այն ինչ որ ես լսում էի շատ լավ դա, բայց այն ինչ որ ես տեսա չեմ ուզում։ Ու մարդիկ գնում են սկսում օնլայն լսել, որ չշփվի։ Չէ՞։ Հիմա տեսեք, բայց թե հոգևոր առաջընթացը ինքը տեղի է ունենում շատ մանհաշվի։ Հասկանում եք։ Չէ՞։ Հիմա ու տեսեք ասենք ինքը այստեղ է միակ շատ կարևոր կետ կա, այս կետը։ Այդ դրա համար է, որ այս խորհուրդն է տրվում, հա, որ դու պետք է կենտրոնացած լինես, ոչ թե քո նման պայմանավորված էակների պահվածքին, չէ՞։ Օրինակ ես մի անգամ եմ նկատում, որ ասենք դա ինտելիգենտ մարդիկ, այսինքն ներքինից նպաստած մարդիկ, չէ՞, երբ որ իրանք հանդիպում են այդ կոպտությանը, այսպես մի անգամից կուչ են գալի, այն ուլիտկա այդպես մտնում են մի բան կախնում են, դե պաղտում մնում են կախած, հասկացաք, չէ՞։ Ես կարծում եմ, որ դա իսկական պահվածք է, պետք է այդ հաղթահարել, չէ՞, եւ երբ որ դուք ինչ-որ կոպտության եք հանդիպում, չէ՞, ինչ-որ մի կերպ պետք է դիմացինին դա հասկացնել, որտեղ ինքը, եթե դուք իրան դա չեք ասում, ինքը զարգանալու հնարավորություն չի ունենում։ Ինքը միշտ մտածում է, որ իր մոտ ամեն ինչ լավ է։ Ու երբ որ դուք հեռանում եք, ինքը երբեք չի մտածում, որ ինքն է պատճառը, որ դուք հեռացաք։ Բայց երբ որ դուք իրան ինչ-որ մի կերպ, չեմ ասում գնացեք կռիվ արեք, ինտելիգենտ մարդը ինքը չի կարող կռիվ արի, հասկանում եք։ Բայց երբ որ դուք ինչպես փափուկ հասկացնում եք, որ էդի այն մշակույթը չի, որով կարելի է ձեզ հետ շփվել, էդի այն բարերը չէ, որ կարելի է ձեզ ասել, էդի այն վերաբերմունքը չի, որ ինչպես կարելի է ձեր հետ վարվել, չէ՞, մարդը ինքը վերանայում է իրան։ Հասկանում եք։ Ու եթե դաժե ինքն է հեռանում, տեսեք հիմա ինչ եմ ասում, եթե դաժե ինքն է հեռանում, գոնե հեռանում է նա, ով մեղավոր էր։ Իսկ հակառակ դեպքում միշտ հեռանում են նրանք, ովքեր անմեղ են, ու ովքեր հետաքրքիր նուրբ պոտենցիալ ունեին հոգևորով զբաղվելու։ Հասկանում եք։ Այդ նպաստած մարդիկ իրանք պետք է այդ պատասխանատվությունը ունենան իրանց վրա, էլի, որ իրանք դες սուս փոստորնում հեռանում են, իրանք վնաս են տալի, հենց հասարակությանն են վնաս տալի։ Հասկանում եք, որովհետև նրանք ովքեր իրանք սխալ են պահել, իրանք մտածում են, որ իրանք այսպես ամեն ինչը ճիշտ անում են։ Բայց ներքինից, ներքին տրամադրությունը պետք է լինի այս պունկտը, հետևել սրբերին։ Հասկացաք, չէ՞։ Այսինքն ազնվությունը ինքը որ գալիս է հոգևոր մարդկանց դաշտ, ինքը պիտի հասկանա, որ այ սրբից բացի, եթե դա գիրքն է, ուրեմն գրքից բացի, եթե դա կա մարդ, որ ինքը սուրբ է, ուրեմն այդ սուրբը, կա մարդ, որ ինքը հոգևոր ավելի զարգացած է, ուրեմն ինքը, հա, այդ միշտ ավելի, այդ ավելիից է պետք օրինակ վերցնել։ Հասկանում եք։ Որովհետև նա, ով որ ինքը ցածր մակարդակ ունի, ինքը вообще չի գնահատում թե այդ նույն հոգևորի մեջ հաստատված անձնավորությունը ինքը ինչքան ջիքեր է գործադրել, որ մի հատ հոգի գա այդ ճշմարտության ջրից տմի։ Հասկանում եք։ Դրա համար այսա ինքը թվում անեց առաջայացքից բանը, բայց իրականում ամենանուրբ սկզբունքներից մեկն է։
Չէ, օրինակ ես հիմա այստեղ ձեր առաջ նստած արդեն 45 տարի բակցի մեջ եմ, ես պատմում եմ, չէ, ես ասում եմ սկզբում, երբ որ ես դուրս էի գալի այդ հասարակության մեջ, ես ասում եմ, հենց հիմա գնում եմ, այս ճապամապա ծալեմ, բան, տամ իրանց, ասեմ գնացեք, вообще չերևակստեղ։ Ու ոչ թե որ իրանք վատն են գալիս, просто մենք տարբեր ենք, ահա որ տարբեր ենք։ Մտածելակերպի մեջ, պահվան, ամեն ինչի մեջ, ահա որ տարբեր ենք, ահա որ դիսկոմֆորտ է ինձ համար, չէ՞։ Բայց ես ինչ էի անում, ես փոխանեն իրանցից փախնեի նյութական աշխարհ, այդ ինտուիտիվ, ոնց որ անցյալ կյանքի փորձից ըլներ էդի։ Ես իրանցից փախնում էի գալիս էի գրքերի մոտ։ Այսինքն սրտերի մոտ էի ապաստարան գտնում։ Ու երբ որ ես իրանց հետ էի շփվում, իրանք ինձ հանում էին։ Ու ես ամեն անգամ դա եմ մտածում, որ այն ինչ որ ես կարդում եմ, այսի իննա։ Всё, ու էսի ես ոչ մեկին չեմ զիջելու։ Ու դե միջև հիմա տենց է։ Էսի իմն է։ Ես իրա հետ մեռնելու եմ, ոչ մեկին չեմ զիջելու։ Հասկացաք, չէ՞։ Ուրեմն այսա ինքը շատ կարևոր այդ հետևել սուրբ անձնավորությունների հետքերին։ Հասկացաք։ Սա այն կետն է, որը տեսեք, ասենք հոգևոր ուսուցչով դուք մտակ հոգևոր ճանապարհի մեջ, չէ՞։ Եվ այդ Իրանից հետո ընդեղ ախր Իրան մեջքում լիքը մաքուր նվիրյալներ կան, չէ՞։ Հասկանու՞մ, չէ՞։ Ռապիպադիստանաս, մինչև ջիբուգոստա, մինչև Տեչետանյա։ Լիքը անձնավորություններ կան, չէ՞։ Ուրեմն այ հենց որ դուք ներկայիս դաշտում ինչ որ տատանումներ եք ունենում, որ ինչ որ մի բանը խախտման մեջ ա ձեզ գցում, իսկ դա լինում ամենակ պայմանավորված հոգիների միջև։ Հասկանում եք, չէ՞։ Այն միանգամից գնում եք այդ սուրբ անձնավորությունների մասին կամ սուրբ անձնավորությունների կողմից գրած գրքերի մեջ ու այ երբ որ ձեր հոգին շփվում է իրանց հոգու հետ, միանգամից այդ ամեն ինչից վեր եք բարձրանում։ Հասկանում եք։ Ու այդ ժամանակ տգետ, կրքոտ անձնավորության ոչ մի բառը, ոչ մի իրա եսի ինչը, ոչ մի ճիմամիջը ձեզ չի կարող խախտի, որտեղ դուք շատ ուժեղ խենարան ունեք։ Հասկացաք։ Իսկ եթե դուք մշտական կենտրոնացած եք, թե ձեր նման սովորական կենտրոնացները, երբ որ դուք եք չէ, պահին ախր անկատար չէ դեռ։ Ինչ որ մեկի համար էլ դուք կարող եք լինեք ոչ բարենպաստ շփում, հասկացաք։ Ոնց որ ասենք այն ժամանակ ես ունակ հետո երբ որ հասունացա ես դա էի հասկանում էլի որ ասենք այս ինչ մարդը իմ համար էր ոչ բարենպաստ, բայց իր համար էլ ես էի ոչ բարենպաստ, չէ՞։ Օրինակ երբ որ ես այդ հարևան մոտ որ իմ պարալելի դասարանի աղջիկներից մեկը ինքը իր քույրն էր էլի, եկավ ինձ խնդրեց ասեց անջանցան մեր ու լավ կարծացած ես էլի քույրս ինչ որ պրոբլեմի մեջ անգետ քրիշնայինների աղանդի մեջ անգետ խնդրում եմ էլի գնա խոսա հետո որ իրան համոզես, բան, չէ։ Մենք երկու անգամ հանդիպել էինք, ինքը զանգել էր իմ ապագա ամուսնուն, ասել էր Սաշա, եթե այդ աղջիկը մի անգամ էլ եկավ ստեղ, ես բացին կթողնեմ, որ եկավ կգաս ու իրաներ օգնություն կան, չէ։ Հասկացանք, չէ։ Ես հետ էի մտածում, որ ասենք չէ, որ դա կետ պահի, ես իրա համար անբարենպաստ շփում էի, չէ։ Հասկացանք, չէ։ Այսինքն դա դեն շելի, դուք կարող եք շատ լավ անձնավորություն լինեք, բայց մշակույթով տարբերվում եք, չէ՞։ Ու ասենք ուրիշի համար լինեք ոչ բարենպաստ, ինչի համար, որտեղ երբ որ դուք իր հետ շփվում եք, ինքը նախանձի զգացում ուներ։ Մենք կարող ենք ասենք դա ինքն է մեղավոր, բայց մենք մեղավորության հարցը չենք հիմա քննարկում, չէ՞։ Որ ասենք դուք էլ ձեր հերթին կարող եք բան ունեք, չէ՞։ Նախանձը գրգռող։ Երբ եք դուք նախանձը գրգռող դառնում։ Երբ որ տարբերությունը շեշտում ենք։
Հասկանում եք։ Դրա համար է, որ արիացիների քաղաքակրթությունը ինքը ասում էր 5 հիմնային որակ կա, որ եթե դու այդ որակը չունես, մենք քեզ թույլ չենք տալու, որ դու լինես արիական քաղաքակրթության մեջ։ Եթե նույնիսկ եղար, դու լինելու ես ստրուկի կարգավիճակում, այսինքն իրավունք չես ունենալու ոչ մեկի հետ ազատ շփվես։ Ո՞րն էր այդ որակների առաջի երկուսը։ Համեստություն, խոնարհություն։ Հա? Ինչ է նշանակում համեստությունը բարձր խավի մարդու համար։ Չլինել գոռոզ, չէ՞։ Որտեղ եթե ասենք մարդը ինքը մտով ինքը սենց է էլի, իրականում եթե դու լավ որակ ունես, ինքը ձևա, ինքը իլյուզիա է, եթե դու խոնարհություն չունես։ Հասկանում եք, եթե դու մտով լավ որակ բան ես, բայց հետը գոռոզություն ունես, այդ գոռոզություն դու ինչով ես գոռազանում։ Ով է դուք երբևիցե տեսել եք, որ մարդը իր բարիությամբ գոռոզանա։ Առաքինությամբ ոչ մեկ չի գոռոզանում, առաքինության մեջ ապրում է, հասկանում եք, և բնականից համեստ ու խոնարհ են լինում, հասկացաք, չէ՞։ Այսինքն այդ համար է, որ արիացիները առանց այդ որակների ոչ մեկին արիացի չէին համարում։ Իսկ հիմա մարդիկ իրանք արիացիների գաղափարները ընդունում են իրանց գոռոզությունը բավարարում։ Մենք եղել ենք առաջի արիացիները, հետո ինչ։ Հիմա էլ եսիմ ով եք։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն սա էլ մի կողմից էլ սա է շատ կարևոր, որ ասենք կայացած մարդիկ էլ իրանք այդ դեմոնստրացիա չանեն։ Չէ, մենք պարկաստու էստեղ այդ խնդիր չունենք, բայց սկզբունքը պիտի իմանանք, որ ասենք մեկը մյուսի համար երբ է դառնում ոչ բարենպաստ։ Մյուսը մեկը գոռոզությամբ է դառնում ոչ բարենպաստ, մյուսը անկեղծ լինելով։ Հասկացաք, ու երբեք չի կարելի այդ երկու բանին տրվելով հրաժարվել հոգևոր կյանքից։ Որ ասում է, ճանճը տզած դու հրաժարվեցիր։ Դու ով ես բանը։ Հասկացաք, չէ՞։ Այդ հաստատունությունը ունենալու համար միշտ պետք է շփվել մաքուր նույնանների հետ։ Իրանց գրքերի, հա, միջի։ Եղավ, այս